Փառքնեժդեհին, երբ որ մենք խոսում ենք ցեղասպանությունից, Արարատ լեռից, Արցախից, չգիտեմ, Նախիջևանից, թուրքաբարոն մեզ ասում է դա կառուցողական չէ, որովհետև ինքը պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել թշնամիների հետ։ Բայց մենք լավ գիտենք, որ մեր թշնամիները խաղաղություն չեն սիրում։ Անգամ նրանց բառապաշարում խաղաղության բառ չկա։ Ես միշտ Թուրքին նմանեցրել եմ Բորենու հետ։ Ինչու Բորենու? Որովհետև գիշատիչներից մենակ Բորենին է իր զոհին առանց շնչահեղձ անելու ողջ սկսում ուտել։ Մտնում է փորոտիկը դեռ կենթանին չսատկած, կենթանու աչքերի առաջ իրեն ուտում է։ Դա Բորենու բնավորություն է։ Օրինակ առյուծները մինչև շնչահեղձ չանեն, չանջատեն իրեն զոհին, նրանք չեն ուտում, իսկ Բորենին տանջամահ է անում։ Ես ինչու եմ այս համեմատությունը բերում թուրքերի, որովհետև ցեղասպանության տարիներին բոլորս գիտենք, բոլորիս ականջին է հասել, որ թուրք զինվորները գրազ էին գալի, հղի կնոջը նայելով, հայ, երեխայի սեռը, փորի մեջ գտնվող երեխայի սեռի համար գրազ էին գալի եւ ողջ այդ կնոջ փորը բացում էին եւ իրենց գրազը պարզում ով հաղթեց, աղջիկ էր թե տղա։ Թուրքը այս կենթանին է եւ այս թուրքի մոտ մեզ արգելում են, այսինքն ճղճիմը չի կարող ինձ արգելել, բայց քարոզում է, որ չպետք է խոսել ցեղասպանությունից, Արարատ լեռից, հայրենասիրությունից, գնում է Անկարա, բայց թուրքը այդ Բորենին հանգարց այնտեղ Խոջալույի ցեղասպանությունից է խոսում։ Մի երևույթ, որը նույնպես թուրքերի ձեռի գործն է։ Իրենք արդարացնելու կամ իրենց մեջ ատելություն սերմանելու ինչ-որ ելք պետք է գտնեին եւ իրենք իրենց ձեռքով Խոջալույում ջարդեցին իրենց ցեղակիցներին եւ մեղքը բարդեցին հայերի վրա։ Հիմա հարց է առաջանում, արդյոք կառուցողական է Էրդողանի Խոջալույի մասին խոսել այսօրվա հանդիպման, երեկվա հանդիպման ժամանակ եւ լուր Նիկոլի ականջները կախ լսելու այդ հեզությունը, խոնարհությունը։ Դուք գիտեք ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Նիկոլը գնացել էր այնտեղ համոզելու, ապացուցելու, որ ինքը ի վիճակի է հայ մարդուն զոհից դարձնել ցեղասպան։ Նա լուր դա ականջները կախ լսեց, ցույց տալով, որ դուք ինչ ասում եք, ես ընդունում եմ եւ դա կարող եմ տարածել Հայաստանում, հայերի վրա։ Եթե դուք ինձ աջակցեք, որովհետև ինքը էլ աջակից չունի, որովհետև ինքը այն կարգի ստորություններ եւ հանցանքներ է գործել, որ ինքը չունի աջակցություն Հայաստանի ներսում։ Իր միակ աջակիցը այս պահին մնացել է Թուրքիան, որովհետև Ռուսաստանը իսկապես ի վիճակի չէ։ Որքան էլ Ռուսաստանը ցանկանար, որ Հայաստանը մնար իր ազդեցության գոտի, չի կարողանում։ Իհարկե, ես ուրախ եմ, որ մեր թշնամիներից մեկը իր ազդեցությունը կորցնում է մեր վրա, բայց պետք է մենք սթափ լինենք, որ ամենադաժաններից դաժանը մեզ իր հովանոցի տակ չվերցնի, եւ եթե անգամ վերցնելուց վերցնի որպես ցեղասպան, հանցագործ, մեղավոր, դուք պատկերացրեք, թե մեզ հետ ինչ տեղի կունենա։ Նիկոլի այցը մեծամասամբ նվիրված էր սրան։ Ինքը սրանով գնաց եւ Էրդողանին հայտարարեց իր հլու հնազանդ լինելը, իր ցանկացած պահանջ, ցանկացած մեղադրանք ընդունելու պատրաստակամությունը, միայն թե աջակցի իրեն, որովհետեւ Նիկոլի թիմում էլ սարսափած են, լավ, քեզ լսելով ամեն վայրագության, ամեն ստորության, անբարոյականության գնացել է ԿՊ-ն, նրանք էլ են անպաշտպան։ Հիմա նրանց ինքը համախմբելու իրեն կողքը պահելու համար երաշխիք է պետք նաև ԿՊ-ի համար։ Ինքը պետք է Թուրքիայից երաշխիք բերի, թե չէ ԿՊ-ականները անմիջապես կհրաժարվեն եւ կփախնեն Հայաստանից։ Չեն ապրի այստեղ, չեն ընդդիմանա Նիկոլին, բայց կփախնեն եւ ինքը ընդհանրապես մենակ կմնա։ Այս արժեքն ուներ Նիկոլի այցը դեպի Անկարա, հնազանդվելու, խնդրելու եւ ասեմ, եթե մենք հանգարց թույլ տանք, որ Նիկոլը սրանից հետո Հայաստանում գործողություն անի կամ մնա որպես վարչապետ, հավատացեք ինքը դրանով Էրդողանին համոզած կլինի, որ մեր մեսիջը, այսինքն իր ու Էրդողանի մեսիջը, որը մեզ համարում է
իր պապերի սրիցերի մնացած հայերի սերունդներ, ուրեմն տեղ է հասել, ուրեմն հայերը հլու հնազանդ ընդունեցին այս այցը, ընդունեցին մեր խոսակցության նյութը, ընդունեցին այդ մեղադրանքները եւ արդյոք մենք ընդունում ենք, այս սա է խնդիրը, արդյոք մենք պետք է կուլ տանք այս խայտառակ այցը դեպի Թուրքիա, սա ուղղակի սկզբնական ճանաչողական, նա ցույց տվեց Էրդողանին իր պատրաստակամությունը եւ ցույց տվեց իր կարողությունը, որ ինքը կարող է այդ ամեն ինչը Էրդողանի ցանկությունը հասցնել հայ ժողովրդին եւ համոզել եւ պարտադրել ինչ որտեղ, որ դա ընդունելի լինի։ Հիմա ամեն ինչ կախված է մեզանից։ Իսկ այս գործընթացում Ռուսաստանի աջակցությունը Էրդողանին, սա ոչ թե իր կամքով է, այլ ստիպված է։ Դրանք հիշում եք, առաջին համաշխարհայինից հետո Թուրքիային կապիտուլյացիա ընտրված Թուրքիային բոլշևիկյան Ռուսաստանը փրկեց։ Հիմա Թուրքիա չպետք է լիներ, կամ եթե լիներ, այս չափերի մեջ չպետք է լիներ, բայց նրանք փրկել են։ Իսկ հիմա թուրքերը առիթից օգտվելով Ռուսաստանի այս կարգի սխալներից ու այս կարգի խեղճացումից, նրանք ավելին են ուզում ամբողջովին ոչնչացնել, սեփականացնել Հայաստանը։ Չմնա ոչ մի թիզ հայկական լեռնաշխարհից օտարի, այսինքն օտար նկատի ունեմ, բացի Թուրքիայից այլ պետությունների ազդեցության տակ, որպեսզի իրենք կարողանան դա յուրացնել։ Հասկանում եք, ինչ է տեղի ունենում։ Իսկ ռուսները այս խաղին ուղակի մասնակից չլինել չեն կարող։ Իրենք ստիպված գնում են ինքնասպանության, զոհելով Հայաստանը եւ ասեմ հետագայում դա իրենց ամենամեծ սխալն է լինելու, նաեւ Ռուսաստանն է։ Հայաստան եթե չեղավ, Կովկասով թուրքերը անմիջապես հասնելու են Միջին Ասիա եւ հասնելու են Սիբիր։ Սա ռուսների համար արդեն գերեզման է լինելու։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ ռուսահպատակներին հանգարց չշփոթվեք, կարող է մրցակցությունը սկսվի այս պայմանավորությունը խախտելու կամ ռուսները փորձեն արդեն թուրքական խորհրդարանում, երբ որ ձևավորվի Հայաստանում, եթե իրենց ծրագրով գնա, գիտեք որ 21 թվին ամբողջությամբ խորհրդարանը մուրճ մանգաղաստ էր, ռուսական ազդեցության էր։ Հիմա հաջորդ խորհրդարանը պետք է թուրքական լինի, կիսալուսին եւ աստղ լինի, ուրիշ ճար չունեն, եւ ռուսները փորձելու են այնտեղ գոնե մի խումբ իրենցից մարդ անցկացնել։ Եվ այս խժդժությունները, այս բեմականացումները, սա նաեւ ես ես ասեմ, որ իրենց ամենամեծ անհանգստությունը դա ազգային ժողովրդական բևեռն է, որտեղ մենակ բևեռն է խոսում արևմտյան Հայաստանից, Արցախից, Նախիջևանից, ցեղասպանությունից, բևեռացելով նկատի ունեմ մեր քաղաքական թիմը որպես կայացած կառույց։ Էլի մարդիկ կան, որոնք հստակ խոսում են, ես խոսում եմ քաղաքական կառույցից, որը կայացել է, որը ճանաչում է ձեռք բերել նույնիսկ արևմուտքում։ Եվ սա խանգարում է թե ռուսներին, թե թուրքերին։ Եվ իրենք այս ձերբակալությունները, ձևականությունները հայ նշանավոր օլիգարխների հենց նույն Տաշիր Սամոյի հետ կապված, սրանք կամած ուզում են ցույց տալ, որ ցանկացած ոգ մեր տեսադաշտում է մենք կարող ենք կալանավորել։ Իրենք սրանով օրինակ են ուզում ծառայել, որպեսզի օրինակ դարձնեն հետագայում բևեռի վրա հարձակվելու։ Ասեն, եթե Տաշիր Սամոյին, չգիտեմ, Ռուսաստանի քաղաքացի մի բան արեց կամ ասեց դատեցին բևեռի խորհրդի անդամներին, ինչի՞ չպետք է դատենք, ամբողջովին ասում են Արցախը Հայաստան է, թուրքերը ցեղասպան են, Նիկոլը Դավաճան է, հասկանում եք, այս նախապատրաստական գործողություններ են բևեռի վրա, ես ասեմ բևեռն է իրենց կոկորդին, այս պահին, որպես լուրջ քաղաքական թիմ, որպես կայացած եւ ճանաչված միջազգային արենայում խանգարում է, միանգամից բևեռի վրա հարձակվելը արդեն դժվար կլինի, որովհետև թե Ամերիկայում, թե Եվրոպայում արդեն բևեռին ճանաչում են։ Եվ սա խնդիր է իրենց համար։ Դրա համար պետք է Տաշիր Սամոներին բեմականացման բռնեն, մյուսներին, որ մի օր ձեռք հետ բևեռին էլ հավաքեն, ասեն, դա ինչ տարբերություն, հավաքում ենք, բոլորին ենք հավաքում։ Սա այդ նպատակը ունի նաև, բայց երբեք ու երբեք հենց հանձնվեցիք, հենց տեղի տվեցիք նրանց ցանկություններին, հավատացեք, պետությունը կործանվելու է։ Որ պահին բևեռ չեղավ, Հայաստան չի լինելու։ Պահեք բևեռին, տեր կանգնեք բևեռին, ազգային ժողովրդական բևեռին, եթե ուզում եք պետություն ունենալ։
Մնաք խաղաղությամբ։